Իրանը մտադիր է հետագայում ևս վերահսկել Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը, ասվում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի Պարսից ծոցի օրվան նվիրված ուղերձում։ Աստծո կամքով եւ զորությամբ Պարսից ծոցի տարածաշրջանի պայծառ ապագան կլինի առանց Ամերիկայի, փոխարենը նվիրված իր ժողովուրդների առաջընթացին ու բարգավաճմանը, ասվում է Խամենեիի ուղերձում։ Հորմուզի փոխարեն ցանկացած այլ անվան օգտագործումն անկասկած կոպիտ սխալ է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը լուսանկար էր հրապարակել, որտեղ Հորմուզի նեղուցն անվանված է Թրամփի նեղուց։ Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, Իսպանիան իրեն սարսափելի է պահել ու պահում, իսկ Ֆրիդրիխ Մերցը սարսափելի աշխատանք է տանում Գերմանիայում։ Թրամփը մի ելույթում քննադատել է Վաշինգտոնի 3 հիմնական դաշնակիցներին։ Նա նաև հայտարարել է, որ քննարկում է ամերիկյան զորքը Գերմանիայից, Իսպանիայից եւ Իտալիայից դուրս բերելու հարցը։ Իրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, այն պետք է դադարի ժամանակ ձգել եւ պատանդ պահել ամբողջ տարածաշրջանն ու ի վերջո ամբողջ աշխարհը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Մենք լի ենք վճռականությամբ վերջ դնելու Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը։ Եթե անհրաժեշտ պայմանները բավարարվեն, Գերմանիան պատրաստ է ռազմական գործողություններ սկսել ծովային ուղիների ազատությունն ապահովելու համար, հայտարարել է կանցլերը։ Ուկրաինան ցանկանում է երկարաժամկետ հրադադար, այլ ոչ թե մի քանի ժամյա Մոսկվայում շքերթի անցկացման համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավելելով, որ իր ներկայացուցիչներին հանձնարարել է կապ հաստատել Միացյալ Նահանգների նախագահի թիմի հետ եւ ծանոթանալ հաղթանակի օրվա կապակցությամբ ռուսական կողմի առաջարկած հրադադարի մանրամասներին։ Ի պատասխան Կրեմլից հայտնել են, որ հաղթանակի օրը հրադադարի վերաբերյալ Ուկրաինայի համաձայնությունը պետք էլ չէ, դա Պուտինի որոշումն է եւ այն կիրականացվի։ Ռուսաստանը մտադիր է հաղթանակի օրը դադարեցնել կրակը, անկախ նրանից, թե Ուկրաինան համաձայն է թե ոչ, ասել է Պուտինի խոսնակը։ Զելենսկին հրամանագիր է ստորագրել Բելարուսի քաղաքացիների, այդ թվում Ալեքսանդր Լուկաշենկոյի որդիների, Վիկտոր եւ Դմիտրի Լուկաշենկոների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Սահմանափակումները գործելու են 10 տարի ժամկետով։ Դրանք ներառում են նաեւ ակտիվների սառեցում։ Մենք չպետք է նվաստացնենք մեզ Ռուսաստանից բանակցություններ խնդրելով, հայտարարել է Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալասը։ Փոխարենը մենք պետք է նրանց դնենք այնպիսի իրավիճակում, որ նրանք բանակցությունների պատրվակից անցնեն իրական բանակցությունների։ Ահա թե ինչու ենք մենք բանակցություններ նախատեսել Եվրամիության արտաքին գործերի նախարարների հետ Կիպրոսում, ասել է Եվրամիության գլխավոր դիվանագետը։ ԱՄՆ Սփրինգֆիլդ քաղաքում տեղացած ուժեղ կարկուտից հետո բնակիչներն իրենց մեքենաները հայտնաբերել են լրջորեն վնասված։ Նիդերլանդներում էլ 2 օրում հրդեհ է բռնկվել 3 զորավարժարանում, դրանցից մեկում բռնկված հրդեհը տարածվել է մոտ 500 հեկտար տարածքի վրա։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։